Աղջկան խաբել էին վաճառողները, և նա գնել էր 2 փոքրիկ խոզուկ, որոնք իբր թե չէին մեծանալու, սակայն ընդամենը 1 տարվա ընթացքում այդ 5 կիլոգրամանոց փոքրիկները վերածվել էին իսկական հսկաների։ Ավելին, անասնաբույժը տեղեկացրել էր, որ նրանք դեռ ակտիվ աճի փուլում են, և եթե այսպես շարունակվի, նրանց քաշը կարող է գերազանցել 150 կիլոգրամը։ Այդ դեպքում աղջիկը վախենում է, որ նրանց ճամփան ուղիղ դեպի սեղանն է։ Իր սիրելի խոզուկներին կաթսայի մեջ չընկնելու համար աղջիկը նույնիսկ հատուկ քաշի նվազեցման ծրագիր էր մշակել նրանց համար, բայց 2 համառ խոզուկները ոչ մի կերպ չէին ենթարկվում։ Միայն ուտում էին ու քնում։ Մի քանի օրվա ընթացքում նրանք կրկին ավելացրել էին ավելի քան 10 կիլոգրամ քաշ, և դա դեռ ամենը չէ։ Եթե մի անգամ միշտ չտաս նրանք սկսում են պտտվել տան մեջ, ի նշան բողոքի։ Սա աղջկա մորը հասցրել էր կատաղության։ Նա հայտարարեց, որ հենց աղջիկը համաձայնություն տա, այդ երկուսին անմիջապես կդարձնի պահածո։ Նույնիսկ աղջկա հայրը չդիմացավ ու բողոքեց։ Վաճառողը երդվում էր, որ եթե խոզուկները մեծանան, կարող էին վերադարձնել, բայց հիմա նրան գտնել հնարավոր չէ։ Ինչ անել, անհասկանալի է։ Միակ ելքը վաճառել նրանց ու ուղարկել այնտեղ, որտեղ իրենց տեղն է, քանի որ ամեն օր մի քանի կիլոգրամ միսով կերակրելը ոչ ոք չի կարողանա հանդուրժել։ Հաջորդ օրը ծերուկվանը, ով ընդունեց խոզուկներին, նա նույնիսկ անձամբ եկավ։ Թվում է նա ցանկանում է աղջկան հրավիրել իր խոզաբուծարանը աշխատելու։